Հայոց լեռնաշխարհից եւ Արմնյուզի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին ռազմահայրենասիրականը։ Եթե դուք դիտում եք Arm Comedy-ն, ուրեմն դուք ճիշտ ուղու վրա եք, ճիշտ երաժշտություն եք սիրում եւ ուզում եք իմանալ ինչ է կատարվել Ղրիմում։ Այսօրվա ռազմահայրենասիրականը ձեզ համար կվարի այս հիանալի երիտասարդը, ինչպես նաեւ այս հիանալի երիտասարդը։ Ես այդքան երիտասարդ չեմ։ Դա ոչ մեկին հետաքրքիր չի։ Իսկ այսօրվա թողարկմանը դիտեք։ Ղրիմը ցվրվում է Ռուսաստան։ Առողջապահության ոլորտի նորարարությունները, ով է գնելու հայկական դեղորայքը, Arm Comedy-ի թղթակիցը կորցնում է հավասարակշռությունը, 4 ոչ իշխանական ուժերը կանչում են 5-րդին, ինչ վիճակում են Գյումրիի փողոցները։ Եվ այսպես Ղրիմում անցավ հանրաքվեն, մտնել թե չմտնել Ռուսաստանի կազմ, այդ էր հարցը։ Արդյունքում քվեարկածների 96-77%-ը կողմ են արտահայտվել Ռուսաստանին միանալուն։ Լսենք ընտրական հանձնաժողովների անդամներից մեկին, որ իհարկե անաչառ, անկողմնակալ մի հատ մարդ է։ Optimist u людей. Մարդիկ լավատեսորեն են տրամադրված։ Բոլորն էլ ուզում են քվեարկել իօգուտ Ռուսաստանին միանալուն, որ վերջապես բոլորիս տրամադրությունն էլ փոխվի։ Գարուն է, մարդիկ ուզում են ապրել, իսկ երբ նայում ես Մայդանին, ուղղակի սարսափելի է։ Это страсть Господня. Բեզարմանալու բան չկա, Ռուսաստանում ուսուցիչների աշխատավարձը կազմում է 29000 ռուբլի, իսկ Ղրիմում ընդամենը 10500։ Այո, այդ Ռուսաստանի ուսուցիչներն էլ, որ իմացան իրանք ստանում են ամսական մոտ $1000, իրանք էլ ուզեցան միանալ Ռուսաստանին։ Իսկ մեր յուրահատուկ թղթակիցը գտնվում է Ղրիմում, բարև մհեր։ Զդրաստի տղաներ, բայց նախ մեկ ուղում ես արդեն ձեր յուրահատուկ թղթակիցը չեմ։ Բաում։ Դե ստեղ ինչ կար չկար միացավ Ռուսաստանին, հենց որ ես երևի դառնամ անշլագի հատուկ թղթակիցը։ Մհեր, իսկ ընտրությունները ո՞նց անցան, խախտումներ կային։ Չէ, հոյակապ անցան ընտրությունները, բոլորը եկան մի մարդու պես ընտրեցին, ազատ, արդար, թափ, անցիկ։ Մհեր, մեզ հետ կարաս անկեղծ լինես։ Տղաներ, որ ճիշտն ասեմ, չեմ էլ տեսա ընտրությունները ոնց են անցել։ Դե ջայլ տղա եմ, առաջ անգամ Ուկրաինայում, արունես եռում է։ Լավ, դե քեզ հաջողություն անշլագում Պետրոսյանին կբարվես, իսկ միջազգային հանրությունը ինչ ա մտածում այս հանրաքվեի մասին։ Since the Russian intervention Ղրիմի ապագայի մասին առաջարկված հանրաքվեն ուկրաինական սահմանադրության եւ միջազգային օրենքի խախտում կլինի։ Եվ Օբաման պատրաստվում է սանկցիաներ կիրառել Ռուսաստանի դեմ, նախ ամենասարսափելի զենքն է կիրառելու, վիզաներ այլևս չի տրամադրելու։ Ահա որը ուղղակի Ցմահ արգելելու է ռուս պաշտոնյաների մուտքը Դիսնեյլենդ։ Ժնևյան կոնվենցիան չի արգելում դա։ Եվ ամենասարսափելին ռուս պաշտոնյաների iPhone-ները բլոկ ակցելու։ Զարմանալի չէ, որ ռուսները այն ասիճան կատաղած են, որ Մոսկվայում ինչ-որ սենց մինի բանակներ են ֆրֆռում։ Давид! Стой! Смир! Էսի չէր կարմիր բանակն է վերադառնում։ Չէ, կոնկրետ իրանք կարմիր баնակի համար մի քիչ երիտասարդ են, բայց կարմիր բանակի տարիքի համակիրներ էլ կան։ Большие дела по курганам, лохматым, по лесным перекатам, наша громкая слава. Кто командир? Հրամանատար ով է։ Ինքն է հրամանատար, ես եմ, բոլորս էլ հրամանատար ենք։ Պարզա, դե ուրեմն հետ դարձ ու քայլով մարշ։ Դու կարաք տուն չգնաք։ Տարիքային խտրականություն, հա, մի խոսքով, ինչ էր էս շարժմանանը։ Սուց времени, ժամանակի էություն։ Ղեկավարն էլ իդեպ հայ է, Սերգեյ Կուրղինյան։ Լավ է, մեր մոտ էս շարժում ինչ չկա։ Հայաստանի սոցիալիստները եւ ժամանակի էություն սոցիալիստական շարժումը չունի այդքան հնարավորություններ պայքարել գումարով հանրապետական կուսակցության։ Մի խոսքով շատ խառնա հայկական քաղաքականությունը։ Լավ, վերադառնանք մեր թեմային։ Կարող է Ղրիմից հետո Ռուսաստանը ողջորվի ու էլ ինչ որ տարածքներ ուզենա վերադարձնել։ Դե չէ, դժվար է, որտեվ այս մեկն էլ տենց վերջնական չի դեռ։ Վերադարձնել Ալյասկան Ռուսաստանին։ Մոսկվայում դատի են տվել Ամերիկայի դաշնային կառավարությանը, Ամերիկային Ալյասկա թերակղզու վաճառքը չեղարկելու պահանջով։ Ոնց է սա հնարավոր։ Փաստարկներ էլ ունեն։ Денег, как это предусматривал договор. 7.200.000 այսքան պետք է վճարեր Ամերիկան նոր 49-րդ նահանգի դիմաց, բայց իսկական դրամի փոխարեն, ինչպես նախատեսված էր պայմանագրով, ամերիկյան կառավարությունը վճարել էր անդորագրով։ Պլյուս Ռուսաստանը պայմանագիր ստորագրելուց լեզու էր կծել ու խաչ էր պահել, նենց որ հաշիվ չի ժողովուրդ։ Ու մազը բռնել էր երկնքում ծիտ էր փնտրում։ Մի խոսքով կարևորը հիմա ախորժակը էլ ավելի չբացվի, մանավանդ դեպի հարավ։
Հայաստանը եւ Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում։ Այդ իսկ պատճառով լավագույն տարբերակը Ղարաբաղը նույնպես Ռուսաստանի կազմում ընդգրկելն է։ Լավն է, շատ լավն է։ Հումորի վարպետը միանգամից երևում է էլի։ Վերջնա։ Կարող է լուրջեր ասում։ Ռազմաայնասիրական նորություններ առողջապահության ոլորտից։ Վերջերս տեղի ունեցավ նախագահի պաշտոնական այցը առողջապահության նախարարություն, ինչի շնորհիվ ահագին բան իմացանք այդ ոլորտի առաջընթացից։ Ես ինձ նույնիսկ զգացի 21-րդ դարում ապրող երիտասարդ։ Այդքան է երիտասարդ չես։ Մի կպի բառից դու նա ինչա կատարվում առողջապահությունում։ Ինտերակտիվ քարտեզի վրա գույներն անընդհատ են փոխվում։ Կանաչը դեղնում է, դեղինը կանաչում, խաչերն էլ մեկ ավելանում են, մեկ պակասում։ Եթե այս վիճակում է բրիգադան, ես գիտեմ, որ ինքը հիմա հիվանդին տանում է հիվանդանոց, ասենք զբաղված է։ Իսկ եթե կարմիր աստղիկ է վառվում, նշանակում է, որ բրիգադան բուժել է հիվանդին ու հիմա միասին նշում են դա կողքի օբյեկտում։ Բայց իսկականից ինչքան նոր բան կա, փաստորեն կարաս ինտերնետով արդեն պատվիրես շտապօգնություն, ես չեմ հավատում։ Պատվիրես չէ, կանչ տաս ու հետ ինչ ես անում։ Տեսնում ենք, մի հատ փորձեմ։ Եկավ Դավիթ Հաշեն, ես գիտեմ, որ 23-ը Դավիթ Հաշենն է։ Չէ, հանեք կանչը, աննորմալ ես։ Լավ, փաստորեն աշխատում է, ուրիշ ինչ կա։ Այս կանչը հետ վերցնել լինում է, տնաս։ Պլանշետ ու կանչի թերթիկ հիվանդի մոտ կսլանա ամենից մոտ գտնվող բրիգադը։ Հիմա ուրեմն այս բոլորը տեղի ունենում վայրկյանների ընթացքում։ Դզեց, հուսով եմ ուղղակի այդ iPad-ների վրա խաղեր չկան։ Կամ եթե նույնիսկ կան, գոնե բժշկական թեքումով խաղեր են։ Լավ, իսկ ինչով մեզ կզարմացնի հենց նախարարը։ Հրազդանը շտապ օգնության մեքենաներն է, որ մենք ստացել ենք, գավառը։ Պատով մեկ Գյումրին է։ Սա տեսնող արտասահմանցին Գյումրիի ճամփան է բռնում, որ նախագծողին գտնի։ Այդ ինչ թույն հիվանդանոցներ ենք սարքել։ Ջոգում ես եվրոպացիներին ապշեցրել ենք։ Ինչից վերցրի որ եվրոպացիներին։ Բաում։ Իրաքի մասնագետներն էին այստեղ։ Իրաքի, հայ ինչ ամենահին քաղաքակրթություններից է միջագետքը։ բայց ախր ոնց ասեմ, իրանց շատ հեշտ է տպավորելը։ Իրենց հիվանդանոցները մոտավորապես սենց են իմ կարծիքով։ Լավ, կարևորը որ տպավորվել են մարդիկ։ 10-ով 0 են կարելի Իրաքի մասնագետներին մի խոսքով։ Իրաքի մասնագետներն էին այստեղ, գնացին, տեսան, շատ հավանեցին, խնդրեցին, որ մեր շինարարները եւ նախագծողները իրենց օգնեն Իրաքում նմանատիպ մի քանի հիվանդանոցներ կառուցելու։ Տեսնում ես ինչ լավ է։ Իսկ այդ Իրաքի հյուրերը մենակ Գյումրիի հիվանդանոցն են տեսել, Գյումրիի փողոցները չեն տեսել։ Ինչի մաշված են։ Չէ, նրանք ուղղակի չկան։ Գյումրիի քաղաքապետը մի քանի օր առաջ կարգադրել էր փողոցները մաքրել ցեխից օրերն անցան, բայց պատկերը մնաց նույնը, բնակիչները բողոքում են, որ անձրևներից հետո փողոցով անցնել չի լինում։ Ինձ թվում է ճանապարհների առումով Իրաքն ու Գյումրին չեն տարբերվում։ Ոնց չեն տարբերում, սես ճանապարհները Իրաքում 2003-ին էին ամերիկացիների ռմբակոծման ընթեժ պահերին։ Լավ, վերադառնանք առողջապահություն։ Շուտով բժիշկ լինելը մի քանի անգամ ավելի գրավիչ է դառնալու։ Մենք ակնկալում ենք, որ բարձրագույն պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձը միջին 369,000 դրամ կկազմի, ներկայումս գործող 163,000 դրամի դիմաց։ Գլխավոր պաշտոններին կբարձրանա 91%-ով եւ կկազմի շուրջ 225,000 դրամ, ներկայումս գործող 117,000-ի փոխարեն։ Թե ասեն չի են Բրյուսով գնացել։ Իդեպ այս ոլորտում արդեն երևում են առաջին մաքսային ծաղիկները։ Բուժքույրեր չեն, թմկահար գեղեցկուհիները նոր գործարանի բացման գեղարվեստական մասն են ապահովում։ Մեգամեդ։ Ռուսաստանյան մեգա գործարանային ցանցի մի մասն է։ Բայց իրաց մոտ պարզա ավելի լավերն են սարքում։ Մեզ մոտ Նովոսիբիրսկում էլ գործարան կա, բայց սրան չի հասնի։ Այստեղ տարածքը շատ ավելի մեծ է, վերևի հարկն էլ դատարկ է, արտադրությունը հետո կզարգանա։ Ինչ-որ բան է ինչի։ Ինչը։ Մի տեսակ շատ վարդագույն է ստացվում այս առողջապահության մասը։ Հաթող մեկն էլ վարդագույն պոզիտիվ լինի, ինչ ա եղել։ Արտադրանքները երևի Եվրոպային չէ տանում։ Չէ, այնտեղի ստանդարտները բարդ են շատ։ Ռուսաստան։ Ռուսաստանում էլ այդքան ստից չեն ստանդարտները։ Իրաք։ Տոգո, Կոնգո, Կոնգո Բրազիլ, Ջիբուտի, Նիգերիա։ Բադելն է, մենակ իրանց օրգանիզմին է հարմար մեր արտադրանքը։ Դե հարմարը որն է, իրանց շամաններն են այդ ներարկիչները օգտագործում։ Ոնց են օգտագործում։ Դες մտցնում են ու չար ոգին sense դանդաղ քաշում հանում են մեջից։
Ահա եւ նրանք 8 երկրների առողջապահության նախարարներ, 1 վարչապետ։ Բոլորն էլ հուշագրի ստորագրման են սպասում, որ հայկական մեգամեդիա արտադրանքը իրենց երկրներ հասցնեն։ Աֆրիկյան 5 երկիր ներկայացնող Խոսի Ալան հաշվարկել է, ապրանքը հայկական է, ուրեմն մրցունակ։ Խոսի Ալա ջան, ես քո ցավը տանեմ։ Շտապ տարեք տղեկին Գառնիկ Եղարդ։ Աֆրիկյան երկրները մեծ խնդիր ունեն առողջապահության ոլորտում։ Եթե մենք հայկական բուժպարագաներ ներմուծենք, միայն կշահենք եւ գինն է ձեռնտու եւ որակը։ Իհարկե, բայց այն տուֆտա եվրոպական ներշությունը, որ մարդ չգիտի ինչից է սարքած։ Դեռ երբեք Հայաստանը այսքան մոտ չէր եղել Աֆրիկային։ Հայր ջան, այս պատվիրակությանը պետքա բինդ բռնել։ Ինչ որ տպավորիչ բաներ է պետք մտածել, որ սենց ոքի տպավորենք իրանց։ Կոճակ սխմեն։ Հա, մեծ կարմիր կոճակ, կարմիր լավ է։ Ու բոլորը ասեն, «Վաու»։ Բայց ես որ երկու ձեռով սխմեն։ Ահա։ Փորձնական փուլն ավարտված է, արտադրական process-ը սկսված։ Այո, վերջ, մնաց Աֆղանստանը կպցնենք։ Իսկ մեր յուրահատուկ թղթակիցը այցելել էր առողջապահության եւ դեղագործության ցուցահանդես, տարիքի Իրանը արդեն ասում է։ Մանրամասները Մհերի ռեպորտաժում։ Առողջապահության եւ դեղագործության էքսպոին մեր չգնալը պարզապես անթույլատրելի կլիներ։ Բարև ձեզ։ Ոտս խերով լինի։ Զբաղված է իմ աստեղ։ Եկեք ինձ շալեմ։ Բայց զբաղված է։ Չէ, ազատ եմ, խոստացնում եմ։ Ինչ եմ։ 10 րոպե կարանք հանգստանան գնանք։ Հա, իհարկե։ 22-ից 25 տարեկան աղջկա համար ինչ հարմար շպրից կա։ Սրանք շպրիցներ չեն։ Սրանք ստոմատոլոգիական նյութեր են, դեղորայքներ։ Աղը յուր է կանչել։ Չգիտեմ, էլի, դա ասենց օրիգինալ էլի ինչ որ։ Օրիգինալ։ Դե կարող ենք ձեզ առաջարկել, օրինակ, գիպախլարի, ախտահանող։ Հա դուրը կգա։ Դե երևի։ Սրանից 2 օրինակ կտպեք։ 2 օրինակ տպեք, էլի։ Որտեղ տպեմ։ Այս Xerox չի։ Չէ։ Բա ի՞նչ է։ Լաբորատոր սարքավորումներ։ Которым из них можно так помучить жертву, чтобы она кровоистекала, но не умирала. Очень медленно. Смотря с какой целью. Я хочу, чтобы эта тварь мучилась. Вот как это использовать? Вот так вставляется в тело. Да. Потом это вытаскивается, и отсюда истекает, он мучится. Չգիտեմ կհավանի թե չէ։ Ինքը սենց Դեղորայքի հավանելը չեմ հասկանում։ Ձեր այդ մտածելակերպը։ Ես որ գործի մեջ չլեի, ինձ մի ժամ էլ կմնա այստեղ։ Нож, да, есть? Ну, это ампутационная, это конечности отрезают. Конечности? Ну да, это медицинский инструмент. Расчленить можно, да, он острый? Конечно, да. Կանոնսա բժշկական, չէ, էքսպո, այսինքն սրանք հոտով մոմիկներ են։ Հոտով մոմիկներ են, մոմեր են։ Если сознание не теряет жертва, можешь что хочешь делать, но это искусство. Это искусство. Согласен. Էքսպոյի հետ կապված ինչ ունեք։ Ոչինչ։ Ոչինչ։ Դուք ուղակի վերցրել եք այս տարածքը, հա, ու սենց ուղակի Инч. Не, у меня вот тут диктофончик, он все пишет. Дайте диктофон. Не могу дать, конечно. Почему? Мне надо перед начальством отчитаться. Каким начальством? Перед моим. Да? Смотрит, слушается. ВВ? Почти. Не похож? Да. Pохож, да. Այո, ամեն ինչ խաղաղ ու տրամաբանական էր ընթանում, սակայն երբ հայտնվեց նա, էքսպոյի եւ նկարահանումների բնականon ընթացքը ընկավ հարցականի տակ։ Ժամանակակից տեխնիկա է, ձեր վրա փորձենք, էլի, եթե հնարավոր։ Եկեք օգնեմ, եկեք։ Դու Իվան, ոչ գործում ես։ Սեղանատամը չկա, կարող հիմա չերևա։ Պրոթեզներ ունենում եք, հարմար։ Դուք ուրիշ շատ բանի բացակայություն եք։ Միայն ատամների չի։ Ուզում եք ես մեզի անալիզից բանը դատարկեմ, հետո մեջը լսնեմ։ Եկեք սրա մեջ դատարկեք։ Դա։ Սրա մեջ դատարկեք, եսեք կլսնենք դրա մեջ։ Դա ուզում եք չայ տվեք, ինձ թվում ավելի հարմար է։ Չայը։ Հա։ Մեջը գցեմ, ապեր։ Կամաց մի քիչ։ Իրապես ասենք ռենտգեն պետք է անեմ։ Նիկոլ մի կարի։ Ներողություն։
Կարեք իրան հետ։ Իմ բժիշկս գնաց Ամերիկա։ Խանգարում է կողքից։ Այդ ձեր մեզը կարող եք այստեղ 10% եղջով հանձնել։ Դե ուրեմն անվճար չի։ Քարտը անվճար է տրամադրել։ Քարտը անվճար է, մեզի անալիզ վերցնել ինչքան է։ Ձեր համար այդ ձեր մեզը անվճար է լինելու։ Ոտքի ցավում եմ։ Այս ստեղ IT ցավում եմ։ Այս մատս էլ լրիվ անկապ եղավ։ Թեր ալիքից գոնե չէի սպասում, ծանտակ դրսևորում։ Yeah, look at this. Okay, understood։ Եթե ուզում եք իր հետ խոսակ, տենց էլ ասեք, ես գնամ, բայց մենք մեր իր հետ խոսենք։ Ինչի՞։ Որովհետև ինքը մեր պացիենտն է, որին իրավունք չունենք, այդպես պատասխանենք, ոնց որ հիմա դուք եք պատասխանում։ Ունեք, բայց կանաչ։ Կանաչ։ Այս նույնի կանաչ։ Չէ՞։ Բռնի էլի ինտերիերի հետ ոնց որ։ Չեք կարծում որ չարաշահում ենք իր կարգավիճակը։ Շարաշահում ենք իր կարգավիճակը։ Ну давайте вот вы и я и по преднизолону. За знакомство. Ինքը գանգատ ունի ու մեզանից խորհուրդ է հարցնում մարդը։ Ինչ եք այդպես խոսում։ Չարաշահում է իրար։ Նշանակում չարաշահում։ Ինչ գիտեք, ես գանգատներ չունեմ, ինչ գիտեք։ Բայց ես չեմ գալի, չէ՞, ես գանգատներս պատմում։ Ես ներկայացնում եմ Բայց ներողություն էլի, մի արա ապեր նկարում եք գնաս տեղից։ Իդիոտ լիներ ես։ Ոչինչ։ Նույնիսկ վիճակում մարդուն պետք է մարդավարի, չէ որ ինքը մեղավոր, չէ որ այդպեսին է ծնվել։ Եթե գանգատ ունեք, մի վարքյան։ Խփում է ինձ։ Մի վարքյան, մի հատ հանգստացեք։ Մի խփի։ Իրան չեք դատապարտում, որ ինքից կաստիլով խփում է ոտից։ Դատապարտում ենք։ Մենք ձեզ ենք դատապարտում, տեսանք ոնց եք խոսում։ Էլի ես եմ մեղավոր։ Դուք եք մեղավոր։ Որ կաստիլով ինձ ախ։ Եք մեղավոր։ Շատ լավ։ Որ լավ։ չտեք, չէ՞ խփի։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Բայց վերջում ինչպես միշտ հաղթեց եղբայրությունն ու բժշկությունը։ Մերսի ապերս, մեռնեմ սրտից։ Լսի անալիզիդ պատասխանը վերջը ստացար։ Բայց ինչից վերցրեցիր, որ այդ ես էի։ Ահա, լավ, ես էի։ Բայց հա իսկականից հարգելի բժիշկներ, դուք երթում եք, չէ՞ տվել, չի գալի մարդուն անverջ ծրել։ Ես հա տանում են, հրաժարվում են վերցնեն անալիզս։ Բայց գոնե մի տեսակ իսկականից ինչի։ Ինչի, չէ։ Մի փոքր որոշեցինք զարգացնել Գյումրի ճանապարհների թեման։ Շատ վիճակում են փողոցները։ Ամխիթար վիճակ։ Նարեկ չի կարելի տենց գախել եթերը։ Լավ, ում է մեղադրում քաղաքապետը այս ճակ տված վիճակի համար։ Այստեղ չենք հավատվել, մեկս մյուսից մեղադրել։ Ես առաջինը ինձ եմ մեղադրել։ Հասկանում եք, բայց այդ մեղադրանքը իմ կողմը։ Պարոն Բաղասարյան, տենց չեն անում, պետք է մեղադրել նախորդ քաղաքապետին, ցանկալի է վարչապետին էլ ինչ որ ձևով կպնել։ Թե չէ ես ինձ եմ մեղադրում, տենց չեն ասում, տենց ընդունված չի հայկական քաղաքականության մեջ։ Հիշեցնենք, որ ջրագծեր են փորում թարմացնում Գյումրիում, ինչի արդյունքում Գյումրիում ամենահուսալի փոխադրամիջոցը տանկն է։ Իսկ այդ շինարարական ընկերությունը չի ամաչում կամ գոնե ցավ ապրում։ Իմ համար էլ է ցավ, որ Գյումրին այդպես փոշու մեջ պետք է լինի, ցեխի մեջ պետք է լինի։ Այս ինչ համեստ պաշտոնյաների քաղաք է Գյումրին։ Իրոք մեկը մեղավոր է իրանց գոմ, մյուսը ցավ է ապրում։ Ավելին քաղաքապետը մինչև վերջին խազ օգնություն է առաջարկում փողոցները մաքրելու համար։ Հանեք ամբողջ ձեր տեխնիկան, տեխնիկա չունեք ինձ ասեք, ես տեխնիկան նորից ձեռք բերեմ։ Չգիտեմ ինչ է պետք, ինձանից ինչ է կապած, ինչ է պետք առնել, գնել, բերել, որպեսզի դուք կարողանաք մաքրել ասֆալտի վրայից ուղղակի ցեխը հանել։ Պետքա բահով ու դույլով գամ ձեզ օգնեմ։ Պետքա բրդուճներ սարքեն, բերեն, որ բանվորները ընթացքում հաց ուտեն։ Ինչա պետք ասեք։ Բայց դե կարող է մի ամիս է դիմացեք էլի գյումրեցիներ ջան։ Ջրամատակարարման ցանցի արդիականացումը Գյումրիում ավարտվելու է աշնանը փողոցները քանդելու նոր առիթ ստեղծվելու է հաջորդ իսկ տարի 2015-ին մեկնարկելու է գոյուղատար համակարգի նորացման ծրագիրը։ Այսինքն կարող է այս մի գործը վերջացնեք, ասֆալտեք, գծանշեք ասֆալտը, նշաններ տեղադրեք ու հետո մյուս տարի թարմ ասֆալտը քանդեք գոյուղու համար, որովհետև մենք մի անգամ այդ տարբերակը փորձարկեցինք Կոմիտաս փողոցի վրա, ասեմ, այդքան հաջող միտք չէր։ Չորս ոչ իշխանական ուժերը պատրաստվում են կառավարությանը անվստահություն հայտնել։
Ինձ թվում է ժամանակն է ինչ որ հիշվող դիպուկ անուն մտածել 4 ոչ իշխանական ուժեր մի տեսակ անհամա։ Ասենք հրաշալի քարյակը, 3 հրացանակիները եւ այլ ընտրանքը։ Ինձ թվում է շուտ է, որովհետեւ քարյակը կարող է դեռ հնգյակ դառնա։ Ժառանգությունը դեմ չէ, որպեսզի հանրապետականը միանա 4 ոչ իշխանական ուժերին իշխանությունից զրկվելու կամ փոփոխություններ իրականացնելու հարցը միասին քննարկելու համար։ Բայց ցավոք իշխանությունը առայժմ որևէ մեսիջ, այսպես ասած, չի ուղարկում, որ ինքը պատրաստ է դրան։ Իրոք մազալու իշխանությունը ինչի չի միանում ինքն իրան հեռացնելու նախաձեռնությանը։ Ինչ որ օբյեկտիվ նախապայմաններ կան, որ հանրապետականը միանա ինքն իրեն հեռացնելուն։ Արամ Մանուկյանի համար հանրապետականների միացումն անհնար չէ։ Ինքն արդեն ազգային ժողովի դալիճում հանրապետականների աչքերի մեջ տեսնում է իշխանափոխության համաձայնություն։ Այնպես չի, որ մեր այս 2 տարվա խորհրդանում աշխատանքը արդյունք չի թողել։ Այո, այսպես լավ, երկար ուշադիր որ նայում ես, չէ, հանրապետականից ինչ որ падգամավորի աչքերի մեջ, տեսնում ես, որ մարդը հոգնել է, ուզում է գնալ արձակուրդ, հանգստանալ խորհրդարանական թոհուբոհից։ Ավելի խորը որ նայում ես, տեսնում ես, որ հասկանում անդիմությունը ինչ է ուզում, մտնում է իրանց վիճակի մեջ։ Ապացույց եք ուզում, խնդրեմ։ Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է տածում։ Քնքուշ պիտի վերաբերվենք, դուք եւ մենք էլ, որ երկիրը ունենա անդիմություն։ Անդիմությունն էլ իշխանությանն են բռնումով մոտենում, թողնում է, որ անգամ չմիանան իրենց, բայց բարեփոխումներ անեն։ Եթե հանրապետականը եւ Սարգսյանը գնա այն բոլոր ռեֆորմներին, արտագաղթը դառնա ներգաղթ, չէ՞։ Այո։ Լֆիկները դառնան շարքային հարկատուներ, արաղը դառնա, չգիտեմ, որակյալ, հա, եթե բոլոր խնդիրները երկրի լուծվեն, որը հեքիաթի ժանրից է։ Ախր ընդդիմություն ջան, ախր մի քիչ իրատեսական բաներ ուզեք, էլի առաջ երկուսը էլ մի կերպ կարելի է ֆանտազիան լարել ու պատկերացնել։ Բայց որակյալ արաղ բոտակատայիներին լուրջ, ախր չի կարելի տենց ռազմավարական փոփոխություններ sense կտրուկ պահանջել։ Իսկ Arm Comedy-ն այսօր այսքան է։ Վերջում դիտեք վիդեոբոցը։ Ասում են, որ դհոլը ուրախ առիթներով են օգտագործում, իսկ այդ գործիքին նման որոշ քաղաքական գործիչներ, երբ ի հայտ են գալիս, մարդկան ժպիտը խամրում է։ Քաղաքական երկտատեքստ չունի, քանի որ մենք չենք թվարկում ինչ-որ անուններ, Վազգեն Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանի, Արտաշես Գեղամյանի, Դավիթ Շաննազարյանի։ Oh, that shot, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. Do you know where that shot bites? Էդ ինչ դենա մի հատ անջատ եք էլի։ Այս մա քո հետևից են եկել գիտես։ Ինչու ես ինչ եմ արել։ Կանչ չտվեցիր Դավիթ Թաշյանից։ Օրո, ճիշտ է, բայց ինչ պիտի անեմ։ Ինչ պիտի անես, նստի, սպասի, թող գան տանեն, անալիզել կստուգեն, հա։